Վերականգնող ճարտարապետ Արա Ազարյանն ու որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուրեն միասին Հայաստանի տարբեր վանքերով ու վանական համալիրներով են ճամփորդում։ Նրանց ճամփորդությունը ոչ թե ճանաչողական, այլ գործնական է։ Հայկական եկեղեցիներում մասնագետները հայտնաբերում են որմնանկարներ, դրանց բեկորներ ու ստանձնում ամրակայման պահպանության գործը։ Շիրակի մարզում արդեն 4-րդ եկեղեցում են աշխատում։ Մաքրել ու ամրակայել են Լմբատավանքի 7-րդ դարի եկեղեցու, ապա Արթիկի ու Նոր կյանքի եկեղեցիների որմնանկարները։ Հիմա նրանց աշխատանքային վայրը Հառիճավանքն է։ Ամրակայում են որմնանկար, որի մասին շատ քիչ տեղեկություններ կան պատմական ու մշակութային աղբյուրներում։ Ունենք 19-րդ դարում այսպես շատ կարճ անդրադարձ որմնապատկերի վերաբերյալ, որը դարձյալ նշվում է այն մասին, որ որմնանկարը գտնվում է բավական վատթար վիճակում, ամբողջովին այսպես վնասված եւ հետեւաբար որևէ տեղեկություն կամ տվյալներ չի հաղորդում այդ վկայությունը 19-րդ դարի մասին է խոսքը։ Այսինքն դեռևս այդ դարի ընթացքում արդեն իսկ որմնապատկերը բավական աղճատված վնասված վիճակում էր գտնվում։ Որմնանկարի շատ քիչ մասն է պահպանված, առանց մասնագետների օգնության կամ հուշման հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է պատկերված, որոնք են եղել կերպարները։ Որմնանկարը ամբողջացնելու հարցում մասնագետներին օգնել են պահպանված առանձին դետալներ։ Մոտարապես ամբողջ որմնանկարից 35-38%-ն է պահպանվել, այսինքն հիմնական մասը չկա, վերացել է, բայց բարեբախտաբար կան այնպիսի բեկորներ, այնպիսի հատվածներ, որոնք որ մեզ կարողացան բացատրել, թե ինչ է նկարված, այսինքն պատկերագրությունը ինչ է։ Պատկերագրությունը փաստորեն օդիգիտրիան է, հունարեն լեզվով, դա Մարիամ Աստվածածինն է մանկան հետ։ Սա է թեմա, որը շատ տարածված է քրիստոնյա աշխարհում, մանավանդ Հայաստանում։ Որմնանկարի վրա պահպանված է նաև հայատար գրություն, այն եւս ամբողջական չէ եւ վերծանել հնարավոր չէ, բայց մեկ կարևոր հարցի պատասխան տալիս է այդ գրությունը։ Խոսքը որմնանկարի թվագրության մասին է։ Այնտեղ գրված է ո եւ ց, նշանակում է, եթե 551 մենք գումարենք 1235 թիվ, այսինքն թվագիր որմնանկար ունենք։ Հավանաբար թիվը վերաբերում է որմնանկարի ուրեմն տարեթվին եւ մնացած մասում հայատար ուրեմն տեքստ է շարունակվում, բայց դժբախտաբար չի հասկացում, թե տեքստը ինչի մասին է, բայց ենթադրվում է, որ նվիրատվական տեքստ է, այլ ոչ հոգևոր բնույթի։ Ես Հայաստան եմ գալիս արդեն 15-րդ անգամ, Հայաստանի ու Արցախի տարածքում բազմաթիվ որմնանկարների ամրակայման աշխատանքներ եմ կատարել։ Կարող եմ ասել, որ Հառիճավանքի որմնանկարը տարբերվում է իր կատարման տեխնիկայով։ Այն արված է շատ բարակ սվաղի վրա, որն էլ հենց նրա յուրահատկությունն է։ Արվել է Գավիթի եւ Մայր եկեղեցու միացման հատվածում, որտեղ հարյուրամյակներով անձրևաջրեր են հոսել։ Սա էլ նպաստել է որմնանկարի քայքայմանը։ Այստեղ նաև վանդալիզմի հետքեր կան։ Հիմա մենք մաքրում եւ ամրակայում ենք այն, ինչ մնացել է։ Որմնանկարի վրա անկանոն հարվածների հետքեր են հայտնաբերել մասնագետները։ Սա խոսում է այն միտումնավոր ոչնչացնելու փորձերի մասին։ Ոչ ամբողջական ու վնասված լինելով հանդերձ, որմնանկարը ըստ մասնագետի մշակութային մեծ արժեք ունի։ Սա շատ կարևոր պատմական հիշողություն է, մշակութային մեծ արժեք է ներկայացնում։ Չնայած որ ակնհայտ է, որ այն արվել է շատ արագ, համաչափությունը չի պահպանվել, Աստվածամոր եւ մանուկ Հիսուսի ձեռքերը շատ մեծ են նկարված, այսինքն համաչափության խնդիր կա, բայց քանի որ սա թվագիր որմնանկար է արված 1235 թվականին, դրանով իսկ մեծ արժեք է ներկայացնում, իսկ վարպետի անունն անհայտ է։ Ընդհանրապես հայկական պատմության մեջ մշակութային ճարտարապետների շատ քիչ անուններ ունենք, գիտենք, բայց քիչ ունենք։ Որմնանկարիչներին ընդհանրապես ես հայտնի չէ, ունենք մանրանկարչությունը, ունենք հայտնի գործիչներ, որոնք դպրոցներ են հիմնել։ Որմնանկարի հետ կապված դժբախտաբար անուններ շատ քիչ են, գրեթե չկան։ Մասնագետների խնդիրը հիմա որմնանկարի պահպանված մասերի մաքրումն ու ամրակայումն է։ Առանձին հատվածներում նաև գունային լրացումներ են կատարում, բայց որմնանկարի տեսքը ամբողջությամբ վերականգնել մասնագետները չեն կարող։ Հնարավոր են համարում Հառիճավանքի այցելուներին որմնանկարի ամբողջական տեսքը տեսանելի դարձնել թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության օգնությամբ։ Լուսինե Հայրապետյան, Հարություն Չաքմիշյան, Հորիզոն։